Ուրեմն վստահության սկիզբը սկսվում է խոստումունքներից, այսպես ասած։ Աստվածաշնչում գրված է, որ Տերը խոստացել է մեզ, որ մինչև վերջ մեզ հետ պիտի լինի։ Ես 100%-անոց հավատում եմ այդ խոստմանը եւ առհասարակ Աստվածաշնչում գրված բոլոր խոստմունքներին։ Եվ շատ անգամներ, շատ վկայություններ կան իմ կյանքում, որ իրոք այնպիսի վիճակ է առաջացել, որ համարյա թե այսպես հույսս մարելու վրա է եղել, այնպիսի ծանր իրավիճակ է առաջացել, դա հենց ասենք նյութականի մարմնավորի հետ կապված չէ, հոգևոր առումով, հոգեպես, որովհետև այս աշխարհում մենք կրում ենք շատ հիասթափություններ, շատ տրտմություններ, հիմնականում մեր մտերիմների, մեր հարազատների եւ մեր սիրելի մարդկանց կողմից։ Եվ Աստված միշտ այն ծայրահեղության, այն կուլմինացիոն պահին, որ կարծես թե գլորումը պատրաստ է, կործանումը պատրաստ է, Աստված միշտ հասնում է այդ պահին։ Սա աստվածային վստահության մասին, Աստծուն վստահելու մասին։ Իսկ մարդուն վստահելու մասին ես կարող եմ ասել, որ երջանիկ են այն մարդիկ, որ իրենց կյանքում ունեն այնպիսի անձնավորություններ, ովքեր որ իրոք 100% վստահելի են, որովհետև ես կարծում եմ, որ շատ քիչ մարդիկ կան այդպիսին, որ խոստանում են, խոսք են տալիս, կամ թեկուզ չեն խոստանում, կամ ինչ-որ բան խոսք չեն տալիս, պարզապես մեր կյանքում իրանք մեր կողքն են, մեզ ուղեկցում են մեր կյանքի մեջ և մենք կարող ենք 100% վստահել իրենց, վստահ լինել, որ երբ որ մենք տխուր ենք, երբ որ մենք նեղված ենք, իրենք մեզ կարող են թեկուզ հորդորական խոսքերով, թեկուզ ուղղակի լուռ նստելով ժպիտը երեսին, այսպես աջակցեն քո այդ ծանր վիճակի մեջ